2026 թվականի սեպտեմբերի 1-ից 231 դպրոց կփակվի։ Ազգային կրթության խորհրդի այս տեղեկությունը մեծ աղմուկ առաջացրեց։ Նախ այս թեմայով քննարկման ժամանակ հնչեցին պնդումներ, որ սեպտեմբերի 1-ից լուծարման է ենթակա հանրապետության յուրաքանչյուր 6-րդ դպրոց։ Եվ այդ դպրոցների 94%-ը, այսինքն 218-ը, որը պահպանվել է, միակն է տվյալ բնակավայրում, ուշադրություն, տվյալ բնակավայրի միակ դպրոցների մասին ենք խոսում։ Ներկայում ներկայացված է վիճակագրությունը ըստ մարզերի, 10 մարզերի, ամենամեծ մասնաբաժինը Սյունիք Շիրակ 48-ական դպրոց, հաջորդը Լոռու մարզն է 47 դպրոց, բայց մենք նկատում ենք, որ աշակերտների քանակի ցուցանիշով ամենաբարձրը Շիրակում է, Լոռիում եւ այնուհետեւ Տավուշում։ 231 դպրոցները կազմում են ուշադրություն ամբողջ հանրապետության դպրոցների 16.6%։ Մինչ զեկույցի մասնակիցները քննարկում էին Հայաստանում փակվող դպրոցների հարցը, շտապեց հերքում տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Արմատ մեդիան ցիտեց նախարարության հերքումը։ Մի վարքյան շատ հետաքրքիր է։ Ես կխնդրեմ իրենց ամբողջ տեքստը կարդացեք։ Ուշադրություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները եւ դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 26 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում են ապատեղեկատվություն։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը եւ որակի բարձրացմանը։ Զեկույցի հեղինակ Արմեն Ներսիսյանն էլ շտապեց հերքել նախարարությանը եւ պնդել, ինչ անուն ուզում են դնեն։ Դա փակել է կոչվում։ Խնդիրը նայեք, ամբողջ այս հայտարարության ես բարձր ասում եմ, հրամանը կատարված, իրենք կարող են ասել, որ չկա այդ ցուցակը նախարարի։ Մարզերում process-ը սկսված է։ Մանիպուլյացիան այստեղ հետեւյալն է։ Իրենք չեն ասում, որ դպրոց է փակվում։ Երբեք չէ իրենց ասացով շարքել, որ դպրոց է։ Մենք ապահովում ենք կրթության հասանելիություն։ Հիմա մենք գնահատում ենք, սա կրթության հասանելիություն է, թե չէ։ Իր հերթին ազգային կրթության խորհրդի տնօրեն Կարին Տոնոյանը պնդեց. այս ամենն արվում է գյուղերը դատարկելու համար։ Իրենց նպատակն է թույլ չտալ դա եւ այդ նպատակով պատրաստ են համագործակցել յուրաքանչյուր առողջ ուժի հետ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։